Վերադարձանք։ Այո, ես եւ Ռուբենը ուրախ ենք, որովհետեւ խոհանոցային հատվածն է, կարող եք մնաց տնեբեկ ուտելու ենք այսօր, թե ոչ։ Դե գիտես, այդքան շատ չի կարելի մի բան ուտել ամեն օր։ Մամաները մեզ միշտ ասում են լավ չէ, մի բանը շատ ուտել։ Համաձայն եմ։ Դե Ծնեբեք շատ փորձեցինք վերջերս, ինչի համար շատ շնորհակալություն Անուշին, բայց այսօր մի շատ հետաքրքիր բաղադրատոմս են պատրաստելու մեզ համար։ Վստահ եմ, քանի որ Անուշը մենակ չի եկել։ Այո, Արտուր Սահակյանն է այսօր մեզ հյուր եկել ու մասնավորապես Բարի լույս։ Այո, այսօր Արտուրը հերթական մի հետաքրքիր բաղադրատոմս է մտածել մեր համար։ Դե ասա, ինչ ենք պատրաստում։ Մենք այսօր կպատրաստենք աղցան ծովախեզգետնով եւ ծովախեզգետինը մենք տապակելու ենք բավականին շատ ձեթի մեջ, որը անելու ենք մենք ալյուրների օգնությամբ։ Հիմա մաքրենք մենք ծովախեզգետինը, որ մարդիկ հետենան ինչպես պետք է Այո, ամենակարևոր բանը, ինչպես պետք է մաքրել։ Մինչև դու ցույց կտաս մաքրելու, ես կտրտեմ արդեն։ Այս հոտիկների հատվածից բացում ենք եւ պատրաստ է։ Այստեղ մեջտեղի հատվածից գիծ ենք անում։ Մի հատ լարը, չէ։ Եվ այս աղիքը եւ հանում ենք։ Եվ վերջ։ Իսկ եթե այդ աղիքը չհանենք ու ուտենք, ինչ որ առողջական վնասներ կլինեն, թե Պես ոչ մի բան։ դա ուղղակի խանգարում է համին կամ ինչ որ Ավելի շատ մտածմունքի, որ ինչ որ աղիք ես ուտում։ Չէ, համային ոչ մի։ Այսինքն այդ ամենը միֆ է, որ կթունավորվենք, դա թույն է։ Այո, դա միֆ է, որովհետեւ ես մեջը ոնց կերար, Ես այ բալա։ բավականին փորձել եմ քանի անգամ, որ համոզվեմ դա միֆ է թե չէ, դա միֆ է։ Դա չկա տես բան։ Կարծում եմ սա նույնն է, երբ որ մենք փոքր ժամանակ գետից կամ լճերից խեցգետին էինք ուղղակի բռնում, որսում, հետո հենց դաշտերում էլ պատրաստում էինք, խորովում էինք, եւ շատ հաճախ հենց այդ պոչի հատվածի այդ աղիկ ասվածը մոռանում էինք անենք։ Այս չենք տնավորել, մինչև հիմա նույնիսկ ուղիղ եթերում աշխատում, տեսեք։ Ծովախեցգետինը իրականում վերջին շրջանում շատ այսպես ակտիվություն ունեցավ մեր երկրում նույնպես։ Չնայած որ ամբողջ աշխարհում վայելում է իր փառքը, ծովախեցգետինը։ Դե ծնեբեկին զիջում է, բայց ծնեբեկը հնարավորություն ունի գա անցնելու։ Իդեպ ասեմ, որ այսօր հիմա եթերից հետո մենք պետք է գնանք նկարահանման Սիսիան։ Եվ քանի որ Սյունիքի մարզում շատ է իհարկե անտառներում ծնեբեկը, մենք այնտեղ ավանդական ձևով կպատրաստենք չեմ ասի ինչ կերպ, բայց շատ հետաքրքիր է լինելու, այնպես որ հետևեք։ Այո, թե ինչպես են այնտեղ մեր տատիկները պատրաստել ծնեբեկը։ Մի փունջ ծնեբեք հետդ կբերես մեզ գալու։ Բայց եկեք չխոսենք էլ ծնեբեկից, խնդրում եմ։ Դու ես ուզում։ Հա, բայց Մսակեր Միկան շատ է սիրում ծնեբեք։ Արտուրը հյուր է եկել եւ պատրաստում է մեզ համար ծովախեցգետի, չէ։ Ինձ մեզ օրինակ շատ հետաքրքիր է, մեր գործընկերուհի Հասմիկը շատ հետաքրքիր տեղեկություններ է եղել ծովախեցգետնի հետ կապված, որ նշվում է հետևյալ կերպ հավաստի աղբյուրներից, որ ամենամեծ թշնամին, այսպես ասած, ծովախեցգետնի չափից շատ եփած տարբերակն է, երբ որ նրան եփում են։ Ասում են կրակին երկար թողնելու դեպքում ծովախեցգետնի միսը կորցնում է հյութեղությունն ու դառնում ռետինե անհամ։ Որքանով է սա ճիշտ, Արտուր։ Այո, դա այդպես է։ Մենք մի քանի անգամ պատրաստել ենք այստեղ ծովախեցգետին եւ հիշում ենք մենք ընդամենը 2 րոպեից ավել մենք չենք տապակել, որովհետեւ ինքը շատ նուրբ է իր հյուսվածքները եւ ինքը նուրբ միս է, դրա համար շատ քիչ պետք է տապակել։ Ինքը ինչպես ձուկը, եթե շատ եփենք, ինքը դառնում է ռեզինի տիպ։ Եվ կարող ենք մենք հում տարբերակով, տարտար տարբերակով նույնպես օգտագործել։ Հիմա մենք օրինակ մաքրեցինք եւ մաքրած գեղևները մենք կարող ենք օգտագործել թանձրուկի համար։ Այո, գեղևների մասին նույնպես ուզում ենք։ Շատ ինքը հարուստ է, իր ամենակարևոր համն ու հոտը ինքը գեղևներին է։ Իսկ հիմա մենք աղ պղպեղ կանենք։ Խոհարարները տապակում են կարակով, ջուր են ավելացնում ու դառնում է շատ օրգանիկ, չէ։ Նաև գլխի հատվածն էլ դեն չեն նետում։ Ընդհանրապես ոչ մի բան։ Ինձ թվում է ոչինչ դեն չեն նետում։ Մենք հիմա Իսկ ճիշտ է, երբ որ տապակելու ընթացքում նա անգլերեն սիտարի նման է դառնում։ Շատ ենք տապակում օտարին։ Օտարի նման։
Ճիշտ։ Մեզ մոտ արդեն պատրաստ է։ Հիմա արդեն Արտուրն են գրել այս ամենը։ մեկ գտալ։ Հիմա մենք օգտագործելու ենք սա եգիպտացորենի կրախմալ, Օսլա։ Կարտոֆիլի օսլա։ Եվ Գիտեիք որ ալյուր։ եգիպտացորենի օսլագոյությունը։ Այո, ես Ոչ տարբերակով են այդպես։ ես մեկ շաբաթ առաջ գնել եմ։ մենք բոլորը Բան է խառնում ենք։ պատրաստում տունը, Քեզ պետք պետք է։ է։ Այո։ Հիմա մենք ինչ ենք պատրաստելու։ Մենք Արտուրը պատրաստելու տեսնենք ենք թանձրուկ համ հավկիթի դեղնուցից։ Դեղնուցը օգտագործելու ենք որպես մեզ թանձրուկ աղցանի, իսկ սպիտակուցը օգտագործելու ենք արդեն մեր Տապակելու համար։ տապակելու համար գլազուր ենք պատրաստելու, ահա։ Փաստորեն թանձրուկը այստեղ հում դեղնուցով է հենց Այո, օգտագործելու ենք մանանեխ եւ ձիթապտղի ձեթ, կիտրոնի հյութ, այսպես առանձնացնում ենք։ Իսկ ինչու հենց երկու տեսակի օսլա օգտագործեցինք հետաքրքիր է։ Համ օսլային չեն, կարող ենք օգտագործել միայն ալյուր, բայց միայն ալյուրով ինքը ավելի խիտ զանգված կստանանք։ Իսկ օսլայով երկու տեսակ օսլան օգտագործելուց ինքը ավելի թեթև է ստացվում, ավելի ինքը ու մենք տապակելուց ինքը ուռչելու է։ Հեսա կտեսնեք, ինքը ինչ է։ Իսկ այդ բաժակոյի մեջ ջուր էր։ Ջուր էր, այո, ջուր, մի փոքր մի փոքր ջուր, ձվի սպիտակուց եւ ձեթ։ Հիմա ես մի լավ պետք է խառնեմ, որ մի փոքր այսպես փրփրանման լինի, Արտուր։ Ինքը ինչքան շատ խառնենք, այդքան կսպիտակի։ Այդքան պետք է աղմկենք հիմա։ Աղմկեք, ես էլ այդ ընթացքում կճշտեմ, թե Միկան այդ օսլան ինչի համար էր գնել։ Ես մի խմորի բաղադրատոմս էի հայտել եւ գտել։ Համացանցից, այո, իտալական խմորի բաղադրատոմս էր, որի մեջ պետք էր նաև օգտագործվել եգիպտացորենի օսլա, ինչ-որ մի չափաբաժի։ Իսկ այդ խմորը իտալական, որ պատրաստում էիր հաց թխելու նպատակով, թե ուրիշ բան էր։ Պիցա։ Ահ, պիցա։ Պիցա։ Այո, խմորը պատրաստեցի, թողեցի սառնանում մոտավորապես 1 օր մնաց, փքվեց, դուրս եկավ կափարիչից, չնայած ամուր էի փակել։ Ու դարձավ գիտես ինչ խմոր, որ այսպես էիր անում խմորին, ինքը գնում գալիս էր, գնում շատ փափուկ, այսպես մի քիչ ջրալի խմոր ու դոնդողի պես։ Այո, բայց համը ես պետք է գլուխ գովամ ու ասեմ անմահական էր։ Միշտ տենց ասում եմ։ Անմահական։ Դե ճիշտ ես ասում, միշտ Դուք աղմկում եք, չէ՞ դեռ մենք։ Մեզ մոտ արդեն պատրաստ է։ Կգաս կփորձենք։ Լսեցիք, չէ։ Կգաք կփոր։ Բոլոր դել եկեք չնայած։ Բայց հասցեն չի ասում ուր։ Մենք եթե Չի լսվում։ Դուք ուր եք հասել։ Մեզ մոտ արդեն պատրաստ է։ Այս տեսքը։ կրեմանման դարձավ։ Այո։ Դա սպիտակուցի շատը սպիտակուցի հաշվին է։ Ինչպես սպիտակուցը խառնելու ժամանակ այդպես բեզեյանման է, չէ՞ դառնում, այո։ Եվ մենք պետք է արդեն պատրաստի մեր։ Ահա։ Թողենք մի փոքր։ Թաթախում ենք ու դնում շատ առատ Ձեթի։ արևածաղկի յուղի մեջ։ Կարծում եմ օստաները նույնպես իրենց կարևոր դերը ունեցան այդ ամենի մեջ, որ Տապս է։ Այո, հենց օսլանները, որ թե չէ ալյուրով ավելի խիտ կլիներ, ես հիմա հասկացա ինչ նկատի ունեիք քիչ առաջ։ Իսկ մոտավոր քանի րոպե պետք է տապակվի։ մոտ 2 րոպե։ Ոչ ավել։ Չէ՞ որ մենք խոսում ենք հենց դրա մասին, որ եթե ավել լինի, արդեն Ու հետաքրքիր է, այս տարբերակով նորից այդ սիտառը կլինի։ Թե ասել խաշվելու ժամանակ տեսքն է ստանում, քանի որ մենք եթե առանձին փորձի համար այսպես առանձին ինքը գցենք, որ տարբերությունը ավելի ակնհայտ լինի, այս տարբերակով ավելի շուտ կտապակվի։ այսինքն 1 րոպե։ Այո, քանի որ ջերմաստիճանը բարձր է, ինքը 1 րոպեում
Պատրաստ կլինի։ Բավական չէ, այս դեղնուցը։ Կարող ես Մոռացել էինք դեղնուցի մասին, Անուշտեն Հավեսի երեք Ջան աշխատում էր դեղնուցի։ դեղցը, դե Ես խառնում եմ նայեք, մեզ մոտ արդեն մանանեղ Վիժոնյան։ այս պատրաստ է։ Այս սա, եթե մենք ավել նայեք, ինքը եթե թողում ենք բարձր ջերմաստիճանի տակ, ինքը կլորանում օտարն է ստանում։ Ինքը հիմա մի քիչ շատ տապակեցինք, բայց ինքը դեռ վերջնական չի, քանի որ եթե մենք տապակում ենք շատ բարձր ջերմաստիճանով, ինքը արդեն կլորանում է։ Եթե միջին ջերմաստիճանով ենք տապակում, ինքը հանգիստ իր ժամանակով պատրաստ է լինում։ Իսկ մեզ մոտ արդեն տեսնում եք ինչ խրթխրթան։ Ծովախեցգետինը դառնում է խրթխրթան։ Քանի որ հիմա աշխարհի առաջնությունն է, ծովախեցգետինն էլ կարող է այս բաղադրատոմսը։ Կարող է շատ լավ ընկեր դառնալ ֆուտբոլ նայելու։ Կիտրոնի։ Արևածաղկի փոխարեն ծովախեցգետին։ Ինչու՞։ Մեզ մոտ այսպես տապակեցինք, այսպես գեղեցիկ Փորձես ու փորձես։ տեսքեր Իսկ չի գերացնում, չէ՞, ծովախեցգետինը։ Առասարակ ծովամթերքը այդ խնդիրը չունի։ Ամեն ինչն է գերացնում է, եթե չափի մեջ, ինձ թվում է։ Եթե չափը անցնեն կգիրացնի, իհարկե, բայց չափի մեջ այդքան շատ յուղանություն չունի, բայց կալորիականություն ինքը ունի։ Ու բավական է։ Անուշ, դու դեղնուցը մի լավ ծեփելուց, խառնելուց խառնեցինք, հետո ավելացրեցինք դիժոնյան մանաներ եւ ավելացրեցինք կիտրոնի հյութ ու մնում է ձիթապտղի յուղն ավելացնել, որպեսզի ստանանք թանձրուկը աղցանի համար։ Մեզ մոտ արդեն պատրաստ է համարյացը։ Մեզ մոտ արդեն բույրը եկել է եւ այսպես կանչում է ձեզ մոտ։ Հիմա ինչ ենք անում, միքս աղցանում է կանաչիների, առատորեն, լոլիկը, Սկսում ենք դասավորել միքս աղցանը, լոլիկը, մինչ այդ մի քիչ էլ խառնեմ թանձրուկը, ավոկադո, Էս էլի գեղեցիկ են զարդարում։ շատ սիրուն։ Արտուր, իսկ ճիշտ է, որ ծովախեցգետինը շատ հետաքրքիր է համադրվում սխտորի, կարագի, կիտրոնի հյութի կամ մաղադանոսի հետ։ շատ համեղ է ստացվում, նայեք ինչ գեղեցիկ։ Դրա համար մենք օգտագործում ենք կիտրոն հետը։ Արտուր, իսկ ճիշտ է, կներեք էլի, որ խանգարում եմ։ Հասկանում ձեզ մոտ շատ թեժ է խոհանոցում։ Եվ այստեղ աղմկոտ է, մենք ձեզ այդքան էլ լավ չենք լսում։ Իսկ ճիշտ է, որ ծովախեցգետինը շատ լավ ընկերություն է անում սխտորի, մաղադանոսի, կիտրոնի հյութի, կարագի հետ։ Այո, շատ ինքը համեղ է ստացվում եւ մեր բաղադրատոմսի մեջ մի փոքր մենք օգտագործել ենք կիտրոնի հյութ, որ բալանսավորի այդ համն ու հոտը եւ մեզ մոտ նայեք խրթխրթան։ Ախորժակս բացվեց։ Իհարկե։ Դե այսօր դեմ չես լինի, չէ՞ որ ծնեբեկի փոխարեն։ Մի քիչ նեղվել եմ ճիշտ ասած, որ ծնեբեկին փոքր ինչ անտեսեցինք։ Ես դու Անուշը։ Եվ մեր աղցանը Անուշ, մեր են մյուս խոհանոցում ծնեբեք չկա։ Չի մնացել։ Չի մնացել։ Մի երկու հատ տապակ Այսօր ենք։ գնում եմ, կբերեմ ինձ հետ։ եւ մեր աղցանը պատրաստ է։ Թանձրուկով իհարկե վերջնական համը կբերենք իր տեղը։ Եվ Գունեղ, գեղեցիկ, Իդեալական։ օգտակար, իսկապես իդեալական։ Շնորհակալություն Արտուր։ շնորհակալ։ Շնորհակալություն Արտուր։ Դու Իհարկե, շուտ շատ արագ։ արի մեզ հյուր։ Մենք Մեծ սիրով։ դեզանից շատ բաներ ենք սովորում։ Իրականում միշտ ուրախ ենք մեր տաղավարում ձեզ տեսնել, որ հատկապես շատ երջանիկ ենք, երբ որ համեղ բաներ են լինում։ Այս խոհանոցում շնորհակալություն ձեզ շատ արագ էր, անկեղծ, ամեն ինչը թվում էր թե շատ երկար ժամանակ է մեզանից խլելու, բայց արուտես, որ ինքներդ էլ ականատես եղաք սելերստոտոմեր, որ շատ կարճ, ընդամենը 10-ից 15 րոպե, եթե չեմ սխալվում, եւ վերջ, հրաշալի աղցանը կամ ծովախեցգետինները արդեն իսկ պատրաստ են։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Անուշ լինի։ Օր
Իսկ մենք շարժվենք առաջ։ Այո, գնանք փորձենք շարժվենք։ Բայց մենք բարես բուն իմաստով ենք շարժվում առաջ գնացինք։ Արի գնացինք։ Հոպա